ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք պաշտպանում են Աֆղանստանի անվտանգության ապահովման պարտականությունները այս երկրի ուժերին նախատեսվածից ավելի վաղ հանձնելու ծրագիրը։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով անցկացված հանդիպումից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, թե 2013 թվականի կեսերից սկսած Աֆղանստանի անվտանգության ուժերը աստիճանաբար իրենց վրա կվերցնեն այդ պարտականությունը, որի ընթացքում դաշինքի մարտական ուժերը աստիճանաբար կփոխարինվեն աջակից եւ մատակարար ուժերով։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանետան եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել են, որ ՆԱՏՕ-ն ավարտի իր առաքելությունը Աֆղանստանում 2013 թվականին։ Սարկոզին հայտարարել է, որ իր երկրի ուժերը դուրս կբերվեն 2013 թվականին, այսինքն նախապես ծրագրվածից 1 տարի ավելի վաղ։ Փանետան 2013 թվականն անվանել է վճռական տարի անվտանգության պարտականությունները Աֆղանստանի ուժերին հանձնելու գործում եւ ավելացրել, որ դեռևս որոշում չի կայացվել մարտական գործողությունները ավարտելուց հետո ամերիկյան ուժերի թվաքանակի մասին։ Պաղեստինցի 1 տասնյակից ավելի ցուցարարներ, կոշիկներ, փայտեր եւ քարեր են նետել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ավտոշարացյան ուղղությամբ։ Ցուցարարներին 5 շաբթի օրը հաջողվել է կարճ ժամանակով ընդհատել Իսրայելի հարավից Գազայի գոտի մուտք գործած գլխավոր քարտուղարին տեղափոխող շարասյան ընթացքը։ Պաղեստինցի ցուցարարների մեծ մասը Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների ազգականներն են, ովքեր կրել են ՄԱԿ-ին դատապարտող պաստառներ, կազմակերպությանը մեղադրելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ հօգուտ Իսրայելի որդեգրած կողմնակալության մեջ։ Միջադեպի արդյունքում տուժածներ չեն եղել, եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարասյունը շարունակել է ընթացքը անվտանգության ուժերի կողմից ցուցարարներին հեռացնելուց հետո։ Կալիֆոռնիայում փակել են San Onofre-ի միջուկային կայանի 2 ռեակտորներից մեկը, երբ գոլորշու գեներատորի խողովակից նկատվել է փոքր արտահոսք։ Մասնագետներն ասում են, թե այն որևէ մեկին վտանգ չի ներկայացնում։ 1100 մեգավատ հզորությամբ ռեակտորը անվտանգության նպատակներով սակայն փակ կմնա մի քանի օր։ Առաջին ռեակտորն ավելի վաղ արդեն դադարեցրել էր աշխատանքները նոր վառելանյութով լիցքավորելու համար։ Կայանի ղեկավարներն ասում են, թե չնայած 2 ռեակտորներն էլ այս պահին կանգնած են, կայանը ունի պահեստային էլեկտրաէներգիա, որը գնում է այլ կայաններից։ Ամերիկյան լուսնագնացը երկիր է փոխանցել ուղեցրից լուսնի հակառակ կողմի առաջին պատկերները, որտեղ երևում է հսկայական մի խառնարան։ Գիտնականներն ասում են, թե Grail անվանումը կրող արբանյակից ստացված լուսանկարները պիտի ավելի ոգևորեն եւ խրախուսեն այսօրվա դպրոցականներին զբաղվելու աստղագիտությամբ եւ լուսնի հետազոտությամբ։ Արբանյակից ուղարկված լայնածավալ պատկերով լուսանկարներում հստակ երևում է հարավային բևեռի մոտ գտնվող հսկայական խառնարանը, որը գիտնականների համոզմամբ առաջ է եկել մի քանի միլիարդ տարի առաջ գիսաստղի կամ աստերոիդի հարվածի արդյունքում։